Ողջույններս, ձեզ բոլորին հարգելիներս, գնացել եմ առևտրի առանց ձեզ, բայց ցույց տամ թե ինչ գնումներ եմ կատարել, գնում եմ գործով դուրս եմ գալիս և ճանապարհին մտքափոխվում եմ ու գնում եմ խանութներ, երկու խանութ եմ գնացել, կորեական և չինական խանութ, հիմա տեսնենք թե ինչ համեղություններ եմ գնել, Okay, կրկին գնել եմ այս թեյերից, սորսոփի թեյերից հարգելիներս, ես անցած անգամ ասել էի գինը $15, բայց չգիտեմ թե այս անգամ $9 էր, այս պարտիան բերել են էժան, այսպես են վաճառում, թե ես եմ սխալվել, ես չեմ կարող ասել, եթե սխալվել եմ, ինձ կներեք, արժե $9 հարգելիներս և վերցրել եմ 4 հատ թեյ, ձմռան ընթացքում միայն ինձ համար չէ, իմ ամբողջ ընտանիքն էլ, բոլորն էլ թող խմեն, ճաշակեն, վայելեն այս հրաշք թեյը և լինեն առողջ, պարտադիր չէ ունենան լուրջ առողջական խնդիրներ, այն ժամանակ նոր օգտագործեն, սա մշտական իմ թեյն է, 4 հատ սրանից եմ գնել եմ խոզի տոտիկներ, սա կորեական ձևով, ես պատրաստելու եմ քաղցրով, սոյ սոուսով, տարբեր սոուսներով, իմ ալիքում ունեմ, եթե չեք տեսել, կարող եք գնալ հետ և տեսնել, դուք է պատրաստեք, ասեմ, որ շատ համեղ է, չպատկերացնեք, չմտածեք, թե քաղցրը ինչ պետք է լինի, խոզի տոտիկը, ես երբ որ եկել էի Ամերիկա, զարմանում էի, ասում եմ, ես չեմ ուտի, ես ինչ են արել մեր բարբիկյուն, ես ինչ են արել մսերը, այսի ձև են պատրաստում, բայց փորձեցի ու շատ հավանեցի, որովհետև իրենց սոուսները շատ համեղ են, երբ որ տարբեր սոուսներով ենք պատրաստում, շատ համեղ է լինում, սա արժեր $9.38 և փաունդը արժի $3.98 հարգելիներս, սա կդնենք այստեղ, որ մեր չխանգարի, սա ես գնել եմ յոգուրտ, Persian style plant whole milk yogurt, Persian style-ը ինքը, այստեղ դնենք, աղացած խոզի միս եմ գնել, որպեսզի ես խառնեմ տավարի մսի հետ, ժամանակ է լինում, ուտելիքներ են լինում, որ խառնում եմ, խոզի միսը տավարի մսի հետ, լինում է, որ չեմ խառնում, սա պարտադիր պայման չէ, որ ես տավարի մսին խառնեմ խոզի միսը, նայած, ով ոնց է սիրում, ով ոնց է պատրաստում, սրան ես վճարել եմ $7.53 հարգելիներս, սա այսպես, այստեղ գրեյփֆրուտներ են, թափվել էր տոպրակից և ես այսպես լցրել եմ այստեղ, ահա, մենք հիմա սա կդնենք այստեղ, սիրուն այսպես, օպաս, գրեյփֆրուտ, քանի որ գրեյփֆրուտը տեղավորեցի, ես գրեյփֆրուտի մասին ասեմ, ես Հայաստանից եմ լսել, մեզ մոտ Ամերիկայում նման բան չեն ասում, քիմոթերապիայի բուժման ընթացքում ինչ ուտել, ինչ չուտել, քաղցրը չեն արգելում, բայց մենք գիտենք, որ քաղցրը վնաս է, դա պարզ է, որ ուռուցքները սնվում են քաղցրով, բայց չափի մեջ ամեն ինչ կարող ենք մենք օգտագործել, ինչպես ես ասացի իմ անցած վլոգում, արգելում են գրեյփֆրուտը Հայաստանում և ծնեբեկը, որովհետև քիմոթերապիան, ասում է, որ քիմոթերապիան կտրում է ինքը, վնաս է այն մարդկանց համար, ովքեր անցնում են քիմոթերապիայով, այսինքն քիմիայի բուժման տակ են, չգիտեմ, ճշտեք հարգելիներս, ես լսել եմ, բայց չգիտեմ, ինչքանով է դա ճիշտ, այստեղ էլի խարշի մկաններն են, ջլերը այսպես ասած, որ խարշ ենք պատրաստում, ես այս անգամ էլ նորից գնեցի, սա արժեր $9.26, փաունդը, այսինքն 450 գրամն է, գիտեք, բոլորդ էլ արժե $8.99, 1 սենտի տարբերությամբ $9 փաունդը, պատկերացրեք, սա համարյա թե 1 փաունդ է, այդպես ասեմ,
Հավի ոտքերը մեր սիրելի արժե $6.11, փաունդը արժե $3.49, մեծ ընտիր հավի տոտոշներ են պատրաստելու ենք և ուտենք, սա ես գնել եմ չինական խանութից, սա կորեական խանութից էր խոզի տոտիկները, $7.37, Elbin $3.29, այստեղ ոսկորներն են խաշի համար, $5.47, էլի տոտիկներ, $5.95, սրա շարունակությունն է սրա, ես էլ եմ վերցրել մի ուրիշ խանութից, մաքրելու եմ, լվանալու եմ, դնելու եմ մարազիլկայիս մեջ, երբ որ ախորժակներս քաշեց, երբ որ ուզեցինք այդ գիշեր վեր եմ կենալու, պատրաստեմ համեղ և խաշ ուտենք։ Գնել եմ պանիրի տեսակներ, $10.79 արժե փաունդը, բայց այս 1, 2, 3, 4, 5 կտորին ես վճարել եմ $2.21։ Սա սմոկ արած պանիրն է, $12.59, փաունդը 2.64։ Օ, 5 հոտ եմ վերցրել, աստված ջան, ես գտեմ 4 հոտ եմ վերցրել, մի հոտ էլ այստեղ է, ոչինչ ավելի լավ, sorry, թող լինի 5 հոտ, ինչքան շատ այնքան լավ։ Այստեղ Roquefort Blue Cheese պանիրն է, $8.19, համեմատեք ձեր խանութների հետ, $8.19, 450 Elbin գրամը, Elbin այսինքն 8.19, 3.48, սա Blue Cheese-ը, շատ չեմ առնում պանիր ունեմ, որպեսի չմնա հինանա, չորանա, մենք մի կրկին կգնանք կառնենք։ Մանդարինի սեզոնն է, որ մանդարինը գալիս է, ուրեմն ինչ է լինում, ուրեմն նոր տարին էլ է գալիս, հեսա լիոնան գալիս է, հիմա դուրը ծեծելու է, հալը տեսնենք, այստեղ բանան, քիչ եմ առ, հետո բանաներս թափեցի, քիչ առնենք, ոչ թափենք էլի, ափսոս եմ, այստեղ տանձ եմ գնել, կարմիր տանձերն են, գեղեցիկ կարմիր տանձերը, այստեղ մաքրած ընկույզն է, ընկույզները հավաքում են արդեն, վաճառում են թարմ, ես սա կբացեմ, որովհետև ինքը թացություն ունի, սա ինձ Մարուսն է տվել, որովհետև ինքը գնել էր, մաքրել էր, ամեն տարի ես եմ գնում, իրենց տալիս, այս տարի ես չեմ գնել, իրենք են գնել և ինձ տվեցին այսքան, դեռ էլի պետք է տա, ես սուջուխ կպատրաստեմ և ուտելու համար ուղղակի աղցանների, բաների, այդպես, թաց է, դեղնություն ունի ինքը, պետք է չորանա, կփռեմ հեսա, որ ինքը չորանա, ահա, այստեղ իրենց բարիքներից է, ինձ կարալյոկ է տվել, չնայած, որ ես ունեմ տանը շատ, այստեղ պղպղներն եմ առել ծիծակները կրկին սխտորով, ձեթով, որպեսզի պատրաստեմ, ասեմ, որ մանդարինը, հաջող մանդարինը, նոր են ստանում դեռ խանութներում, այս մանդարիններն եմ ես սիրում, մանդարինի շատ տեսակներ կա, բայց ես այս մանդարինն եմ սիրում, այնտեղ տվել են, մենք փորձել ենք, և ես շատ սիրեցի այդ մանդարինը, այստեղ էլի խաշը գնում է,
խաշի մոտ սա արդեն կորեականինն է։ Սա չինականին է, սա կորեականինը, որակների տարբերությունը նայեք։ Եվ սրանի $11.99 արժե փաունդը։ Եվ ես վճարել եմ $16.07 32 այնտեղ $36 է գալիս կիլոգրամ արդեն 36-37-ով գիտի քան թանկ է։ Գինձ եմ վերցրել, համեղ գինձ, վարդի մուրաբա, թե ենք խմելու համեղ, այստեղ գնել եմ այս մեծ ծիծակները, և այս խաշը կորեական խանութի։ Ուրեմն սա վճարել եմ 21.81, ինչպես տեսնում ենք, և փաունդն արժի $4.99։ Այս քանը իմ այսօրվա առևտուրը հարգելիներս։ Սա ես պետք է տեղավորեմ սառնարան և սառցախցիկ։ Արի հրա տեսնեմ, ինչ ա եղել ատամդ։ Ատամը դուրս ա եկել։ Հա։ Վայ, թութվերին քեզի ինչ ա բերել, նվեր բերել ա։ $10 սատա։ $10 փող ա տվել թութվերին, իմ աղջկան։ Տատիկն է քեզի տա։ Հա։ Աստված իմ։ Հլարի տեսնենք, արի տեսնենք։ Կերել ես պաղպաղակը։ Տատին էլ ա տալու իմ բալին փող է։ Տեսնենք իմ բալին ինչքան տամ, Սեյրանչոյի ատամն էլ էր դուրս եկել, թութվերին փողեր բերել, ձեր թութվերին էլ տատիկն ա։ Այն տեսնենք ստեղ ինչքան կա իմ բալին, սենց անենք, դնենք, ահա, հերիքա, երկու հատ, արի, ենտեղ հաց են ուտում, այս է գնամ միանամ, երկու հատ տա, հլը նայենք, երկու հատ հերիքա, բայց, արի, one more իմ բալը, արի ես խունդը, հաշվի, 1, 2, 3, հերիքա թելի, հերիքա, դու շուտ բավարար, բայց մեկը, վայ հետ ադնում, հլստեղ նայեք, հետ ադնում իմ փողերի վրա, $60 բավարարում է, բայց քեզ տատիկը պետքա մի հատ էլ տա, տատիկը քեզի պետքա մի հատ էլ տա, այսինչ շարի հլա հաշվենք, տեսնենք հլա շարի հաշվենք այս բենջամիններին, տեսնենք հլա քանի հատ եղավ, 1, 2, 3, 4, 5 հատը ինչքան է անում? $100, իմ բալեն գիտի, ապրի իմ աղջիկը, $100 քեզ, հա տեսնենք տատիկին ինչքան մնաց, տատիկին է փող չմնաց, 1, 2, 3, 4, 5 հատ էլ բենջամին տատիկին է մնացել, չէ, բարես, եսի քոնա ինձ ա տալիս հետ երեխես աղջիչոն, վայ աստված իմ, ես ինչքան դու բարի ես, արի տատին քեզ պաչի, վայ տատի բալեն են, տատի գանձ, ես ինչքան բարի ես դու քո փողը տալիս ես տատիկին, չէ, տատիկը քեզ ա տվել, մի տուր, հետ դիր, 5 հատ քեզ, 5 հատ էլ տատիկին, հավասար բաժին ենք անում, հա, իմ աղջիկ, դե շնորհավոր, իմ աղջիկա ատամը, Ոյ, ատամ, թութվերին գալիս է, անընդհատ թութվերին գալու է, քեզի նվերներ բերի, հա բալես, դե ինչ ես անում հիմա, բոլորին պաչիկներ, իմ աղջիկաս ատամը շնորհավոր լինի,
նորատամը հանելու եւ փողը գնա իմ աղջիկը իրան նվեր առնի։ Դե պաղպաղակը կերար, տար ամանը մի հատ բանարա, ինչ ես անելու ամանը։ Գարբիչն ես տանում, դե տար լցրու գարբիչը եւ վերջ։ Տատիկը իրա փողը հավաքի, դու էլ քո փողը, ահա։ Դնում ենք փողը տեղը։ Պոպոկը փռեցինք, որը որ կպածեր իրար, Լեոնան լրիվ առանձնացրեց։ Էլ չկա Լեոնա ջան։ Հեսա, ոնց որ։ Հա։ Հեսա առանձնացրու։ Դե առանձնացրու, մի զորով էլ անում, այլ նայեք մեկ մատոսով էլ ասում։ Սխմո պոկում այլ արից։ Թոքեցու։ Օգնում է տատիկի։ Ճիշտն ասած թաց պետքա շարես, որպեսզի ընկույզը չկոտրվի։ Ասեղը որ մցնում ես, բայց այնքան հոգնած եմ ձայնից էլ դուք կզգաք, այսօր շատ զբաղված եմ եղել, ամբողջովին գնացել եմ խանութներով, մի խոսքով, այսպես ամբողջը տեղավորեցի սառնարանում, այսինքն եւ բանում սարցախցիկում, դեռ խաղշերը լցրել եմ ջրի մեջ, հավի եղունգները կտրել եմ, լցրել եմ հացախաջրի մեջ, աղի մեջ դրել եմ, որ հոտը դուրս տա, հեսա Լեոնա։ Հələ դրանք է պետք է տեղավորեմ, հիմա հանգստանամ, բայց սա անհնար էր, որպեսզի չփռել, որովհետև մինչև առավոտ ինքը հաստատ կնամշեր։ Հաստատ ինքը կփչանար, կբորբասներ, որտև թաց ընկույզ անոր հավաքած։ Այսպես, թող ոչինչ, մի քիչ այդպես մեր հայկական բառով ասած սարաֆոտի, էլով ասում սարաֆոտի։ Մամաս այդպես ասել։ Մի խոսքով այդպես գոլորշին դուրս տա, որ առավոտը նոր բան կանենք, տեսնենք ինչ ենք անում, պետք է հլկեր։ Սիրում ես դու, ոյ տատիկն առելա, որ դուք ուտեք, ձեր համար պատրաստի, անուշ, համեղ, որպիսի ուտեք, ամեն ինչ էլ ունենաք։ Ես ճիշտն ասած իմ վերջի ինչ հա կոչվում է շարոցը, հա, սուջուխը շարոցը, ես նոր հանել եմ սարցախցիկից կտրել եմ, որպիսի ուտենք, այսքան ժամանակ ես պատկերացրեք, որ միշտ պատրաստում եմ ունեմ։ Հիմա սա էլ կպատրաստեմ, էլի կդնեմ, երեխեքս սիրում են լրիվ հայկական ձևով ամեն ինչ ուտել։ Թեկուզ եւ իրենք ծնվել են Ամերիկայում, ամերիկյան ուտելիքներ այդքան չեն սիրում, ինչքան տնական ուտելիքներին բալեկը։ Ապրի իմ գանձը։ Այսքեր սիրում։ Սա հարազատներս գնանք մի քիչ հանգստանանք, արդեն պատկերացրեք դուրսը նայեք, ինչ գեղեցիկ ամպերը, կապույտ, երեկոյան ժամ է, մեզ մոտ քանիսն է ժամը, ժամ ասեք հլը։ Ժամը 6:20։ 6:20 րոպե է, արդեն մութն ընկնում է դուրսը։ Բարի գիշեր։ Ոյ բարի գիշեր իմ ձակ, բարի գիշեր։ Ոյ իմ շնորհքով աղջիկ։ Գիտի որ երեկոյան ժամը պետք է ասի բարի գիշեր։ Դու խելք ես, խելք։ Տատիկի գանձն ես դու։